Բարին ողջույն։ Ես նույնիսկ չգիտեմ իմաստ կա ես իմ հիմա որ խոսում եմ սրա մեջ թե չէ, որտև անկեղծ եմ ասում նույնիսկ իմ մտքով չեր անցնի, որ նախապես ասեմ, եթերը կարա լինի 25+ ֆորմատով։ Երբևէ իմ մտքով չի անցել, որ մեր հայաստանյան իրականության մեջ, ընդհանրապես մեր հայկական մենտալիտետի մեջ, ընդհանրապես կարան գոյություն ունենան այս կալիբրի բոզի տղեկ։ Բոզի տղա բառից ոչ բուն իմաստով։ Որտև բարոյապես բոզի տղեն ավելի վտանգավոր է, չեմ բառիս ամենաուղիղ իմաստով բոզի տղեն։ Բոզ էդի բարոյական օրենքներից զուրկ, էդ իմաստով։ Հասարակ բոզի տղեն, սենց նախաբանի տեսքով էլի, կարա լինի մարդու հետ ավելի ուղիղ և շիտակ, քան թե հոգեպես բոզի տղեն, որից մեկն է հանդիսանում, լավ, ինչ-որ է, ով է հանդիսանում, հեսա կասենք, հեռու չթաս, չալո, ուշեղիչ, հեռու չթաս, ու են ինչ հիմա ես պետք է ասեմ քեզ, կոնկրետ քեզ, այ բոզի տղա, սերյան մուշեղիչ, դա վերաբերվում է միմիայն քեզ, որպես անհատականություն, դա չի վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, ես միշտ արտահայտում եմ, այն ինչ մտածում եմ, ես այսքան ժամանակ Facebook-ի մեջ եմ, բուկվալնի 3 եմ իմացել, որ սերյան մուշեղիչ, Օհանյան սերյան, դու հանդիսանում ես Հայաստան դաշինքի այդ գլավնին, միամիտ միտեղ կարդացի էլի, Հայաստան դաշինքի գլավնին ես հանդիսանում, քո չոլախ ու չատլախ կարգավիճակով, այսօր ռեպորտաժ եմ նայեմ, սես մի թեթև, այդ ռեպորտաժից մի հատ դրվագ կդրել են, լրատվամիջոցները ճպսել են, որտեղ նախկին պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը ասում է, սենց մի հատ թևավոր միտք, Փաշինյանին, ցիտում եմ այդ լրփի տղուն, Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հիմքերը առկա չեն, բառացի ցիտեցի քեզ, Համի ուսում եմ քո նմանին մի քանի հարց տամ, եթե Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հիմքերը, ընդհանրապես քո գործառույթը ո՞րն է, Օհանյան Սերյան, դու եղել ես պաշտպանության նախարար, ճիշտ է, դու Արցախյան առաջի պատերազմի առաջի հերոսամարտի ժամանակ կորցրել ես քո ոտքը, այդքանով հանդերձ ես միշտ աշխատել եմ կոռեկտության սահմանների են կարմիր գիծը չանցնեմ, Ես խառախուրը պետք է խոսամ, էլի, մտքիս ինչ գալիս է դիպտի խոսամ, մեր այսօրվա ֆեյսբուքյան համացանցային տիրույթը, որ նայում ենք, բոլորս, եկեք հլը հայերով մի կողմ դնենք, ով ումը հավատեմ, ով ում չի հավատեմ, ես իմ Աստծուն եմ հավատում, վերջ, էդ է իմ դիրքորոշումը, դուք մեկդ հավատում եք Քոչարյան Ռոբերտին, մեկդ հավատում եք Սարգսյան Սերժին, մեկդ վստահում եք Նիկոլ Փաշինյանին, մեկդ վստահում եք Վարդան Ղուկասյանին դոգին, ում Ամերիկա փագել են, մեկդ վստահում եք ազգային ժողովրդական բևեռին, մեկդ ուշի ուշով սպասում եք, թե Վուդրո Վիլսոնի իրավական վճիռը, իրավարար վճիռը Արա Պապյանը եփտի կյանքի կոչի, բայց հարցը դա չի։
Հարցը այն է, որ մեր այսօրվա իրականության մեջ այնքան մի հատ պոռնո արժե համակարգ է տիրեն, որ պաշտպանության նախարար աշխատած Սերյան Օհանյանը, ով ասма Ժակ Ֆոֆոյի տանն եմ ես ապրում, էդ իմ դղյակը չի, հել է ասма Փաշինյանին impeachment հայտնելու իրավական հիմքեր չկան, եթե իրավական հիմքեր չկան, հիմի հարց ընդհանուր ընդդիմության է, ովքեր այսօր նստած են ազգային ժողովում, դուք դե ինչ եք անում, ձեր գործառույթը որն է։ 21 թվականի ընտրության ժամանակ Հայաստան դաշինքը հանդես եկավ հայտարարությամբ։ Մենք, ցիտում եմ ձեզ, ես չեմ ստիպ այդ խոսքը դուք ասեք, մենք գնում ենք ազգային ժողով Նիկոլ Փաշինյանի ձեռքից իշխանությունը վերցնելու մոտարապես միտքը տենց էր, բառացի չեմ հիշում, եւ նրան զրկելու իշխանությունից։ Սխալ չեմ հիշում, չէ՞։ Չէ։ Հիմա ուզում եմ հասկանալ, որ դու այսօր որպես բաբելոնյան պոռնիկ դու անցել ես լրիվ սահմանը։ Ու ասեմ ավելին, Ալենը այն 3 մատի կոմբինացիա ցույց տվողի տղեն, Հայաստանի քաղաքացու վրան թքողը Ալենը, երբ որ ազգային ժողովի ամբիոնից լինելով պոռնո դերասան քեզ նվաստացնելով Օհանյան Սերյան ասма իջից դու սիկտիր էլի, սիկտիր չի ասում, բառացի ասма իջի գնաստից։ Ես հենց դրա համար քլնգել եմ Ալենին, բայց այս պահի դրությամբ Ալենն ինչ ասելա տոշնի ասե։ Բլեդ, ես ուղղակի մեկ զարմանում եմ, ոնց անեմ, որ մարդու սիրտ չտրաքես այս բոզի տղեկին սենց նայելով ու լսելով։ Էլ եմ կրկնեմ, ինչ ասում եմ, չի վերաբերվում նախագահ Քոչարյանին, վերաբերվում է Հայաստան դաշինքի կապիկ լողցնողներին, Սերյան Մուշեղիչ, հələ չերու չէ տաս, չոլախ չատլախ, չէ, էլի չոլախ չատլախ, Գեղամ Նազարյան, երեխա կորցրած, այսօր միտեղ կարդացել եմ, ասма, եթե պետք լինի, Նազարյան Գեղամն է ասում, որ 21 թվին ասում էր, Նիկոլ դու ես սպանել իմ Աբգարին, դու չէիր ասում Նազարյան Գեղամ, բա քո Աբգարի նման, ես խոնարհվում եմ քո տղու Շիրիմի հիշատակի առաջ, քո տղու նման քանի հազար տղա գնացին պարկան հողի տակ, գնացին պարկան հողի տակ, որ դու երեք թե այսօր հլնես ասես, եթե պետք լինի մեր հայրենիքի փրկության համար, ես կմիանամ ՔՊ-ին, այսինքն դու հայրենիքի փրկության համար կմիանաս ՔՊ-ին։ Արա այ բոզի տղեկի կուտոկ, ձեր կարծիքով ՔՊ-ն ու Նիկոլը փրկում են Հայաստանը, մենք էլ ուղեղից թոփալ ենք, հա։ Ասում ենք Նիկոլը վատնա, կամ ասում ենք Նիկոլը բոզի տղա է։ Այդքանով հանդերձ դուք մեզ դրել եք կժի տեղ։ Ես էդ եմ ուզում հարցնեմ ձեր նման բոզի բալեկից։ Հե՞։ Չալոն, Գեղամ Նազարյանը սրբապիղծ բոզի տղեն։ Ընեով կա Մազերը ներկած Խամոյան Ագնեսն, Արծվիկը, որ ազգային ժողովում ծեծը կերավ, քո հետ եմ Արծվիկ, ազգային ժողովում թքին խորրոփին վրա ծեծին քեզ, 5 օր հետո հելարասիր պարոն վարչապետ, բայց այդ ծեծը դու կերար Նիկոլի Ֆաս հրամանով Արծվիկ Մինասյան, քեզ ծսրին ազգային ժողովում ու լավարին, այս դեպքում լավարին, ասեմ ավելին քիչ արին, ձեր նմաններին այնքան պիտի ծսնեն, մինչև, չգիտեմ էլի, ձեր աշկերից այդեն աղերս հնչի, որ հերիք է, բայց պետք է մարդիկ կանք չառնեն, որտև ձեր նմանները, ովքեր տառապում են Ստոկհոլմյան Հոլմյան սինդրոմով, վախի գործոնը հիմք ընդունելով, մտածում են, այն որ ասма վանքի հավերն են ուտեմ, էլի,
Յանի մենք ընդդիմադիր ենք, մենք ընդդիմանում ենք Փաշողլի բոզի տղուն, բայց իտոգում չենք կարեմ ոչ մի բան փոխենք։ Հիմի ասնեմ քեզ։ Այսօր Նիկոլ, քեզ բան չեմ ասելու։ Այսօր դու կարաս արխային կնգաթե հետ, են որտե է նստել ձորի ափին, ծառի տակ։ Այն հատուկ ջոկատային էլ տարածքը հսկում էին, որ հանգարց հետա մեր հզոր վարչապետին մի հատ են քյոր գյուլա չգա մտնի։ Էտա սիրտա թուրքի։ Քեսոն Նիկոլին բան չեմ ասում։ Հիմի խոսում եմ ես Զաուշնիկո հետ։ Չոլախ չատլախ։ Սերյան Մուշեղիչ։ Հիմի շատերը կասեն մի մասը ով էս եթերը կնայի։ Կմտածի կասի ընդդիմությանը պարակտում ես։ Անցանք, էդի մի կոնտինգենտ։ Երկրորդ մասը կասի թաղեմ քեզ։ Ջնձի էլի անեմ։ Չես ամանչեմ մի ողջ պաշտպանության նախարար աշխատած Սերյան Մուշեղիչին վատ խոսքեր ես ասում։ Երրորդ մասը ինչ կասի։ Երրորդ մասը, երրորդ կոնտինգենտը։ Դեն լրիվ ուղիղ թոփաները կասեն, էսի ծտված Նիկոլականը ոնց որ այսօր էին գրել։ Կես ժամով մեսենջերս բացել եմ 170 քանատ SMS։ Բարև դեզ, նախ դեզը դուք եք։ Ոնց կարող ենք մտնել Նիկոլ Փաշինյանի одноклассники խումբ։ Ժողովուրդ, դուք իրոք ուղիղ թոփալ եք։ Դուք մտածում եք ես Նիկոլ Փաշինյանի одноклассники admin-ն եմ։ Հա։ Չեմ ուզում շեղվեմ թեմայից։ Խոսում եմ Սերյան Մուշեղիչ, քո նման բոզի տղու հետ։ Քո նման բարոյապես բոզի տղու հետ, ով ասում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու, impeachment հայտնելու իրավական հիմքեր չկան։ Սերյան Մուշեղիչ, դու հանդիսանում ես Սերյան Մուշեղիչ, չալո, դու հանդիսանում ես Հայաստան Դաշինքի այդ գլավնին։ Նախագահն ես, ով ես, չգիտեմ։ Բայց այդ Հայաստան Դաշինքի գլավնին ես։ Դու լինելով նախկին պաշտպանության նախարար, դու լինելով, չգիտեմ, էլի, այսօրվա ազգային ժողովի նախագահ, դու ընդհանրապես ծանոթ ես, մի անգամ կարդացել ես Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է։ Թե հեչ են չելած խեռիտ չի։ Հե։ Դու ընդհանրապես տեղյակ ես, որ ցանկացած երկրում այդ երկրի սահմանադրությունը այն վիշի պիլոտաժ, ամենամեծ օրենքն է, ամենագերակա օրենքն է։ Սահմանադրության մեջ ինչ է գրած Սերյան Մուշեղիչ։ Էլի լսում Սերյան Մուշեղիչ։ Օհանյան Չոլախ։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Ճիշտ է։ Կարդացել ես այդքան պահը։ Հայ ու միջայլոց ես ինես post-scriptum էլի մեջ բերում։ Եթե դու այսօր հələ մտես բան ես ասում։ Որ թիվներ մի 2 տարի առաջ էր ժողովուրդը որ եկել էր ազգային ժողովի դարպասների մոտ ուզում էր մտներ ազգային ժողով սաղից սեռը փոխեր։ Սաղից առանց բացառության։ Դա կարիք մա ջուր խմեմ։ Ես որ ներվայնանում եմ, այս մաշնի մեջ ջուր չկա։ Այնա կա։ Ես քո դեմքն եմ հիշում, հələ մեր վարքյան։ Ներող, 1000 ներողություն։ Ես քո չարուչատլախ դեմքն եմ հիշում։ Օհանյան Սերյան։ Երբ որ ընկար ժողովրդի դեմ, ես իդենց իմիջայլոց եմ ասում։ Ասիր ժողովուրդ, ազգային ժողովի այն համոզիչ հայացք ունես, ոնց որ կլիմաքսից քայքայված բոզի տղա։ Ազգային ժողովի դարպասները մի ջարդեք, մի մտեք ազգային ժողով, մեր երկրում թող չտիրի բարդակը, հա? Մենք գնում ենք նախաձեռնելու impeachment։ Էդի դեմ հիշում։ Դուք ընդ գլավնի խրալյախն եք, որ ասում այդ գլավնի խրալյախնովը ամեն կինոյի մեջ խաղում է։ Էդի դու էիր դե։ Հետո էլ ինչ, էլ որտես դու այդ impeachment-ի բանին ասը։ Գործընթացին մտ հիշեմ էլի թեթերի մեջ։ Հա։ Դա մենք բոլորս լավ հիշում ենք։
սպիտակ վեղարով, սև վեղարով, դա մեր Բագրատ Սրբազան։ Էլ կարեր կգրգեր ճամփին, էլ շուներ կգրգեր ճամփին, եկավ հասավ Երևան, վռնդելու չարի իշխանությունը։ Լավ արեց, եկավ հասավ Երևան։ Ես էլ շատ մեծ հույս ունեի, որ իմ ծնունդի օրով, մեր հայկական եռատոնի օրով, Բոզի տղա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերջապես կդադարի գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում։ Բայց դե повторное подключение։ Ահա միացավ ոնց որ։ Բագրատ Սրբազանից էի խոսում շինքից կամ Ռոբերտ Քոչյանի թմից։ Միգուցե զուգադիպություն է, չեմ մեղ չեմ վեկալի վրես։ Շատ արագ գեջս բլոկվում է, շատ արագ էֆիրներս անջատվում է։ Ես հակված եմ հավատալու, որ ez զուգադիպություն է։ Ահա միացա, բայց սելի կանջտվի։ Ոբշեմ ինչ որ է։ Բագրատ Սրբազանը անկախ նրանից, որ ինքը բարձրաստիճան հոգևորական է, ինքը նաև տղամարդ է։ Ինքը երևի փոքր վաղ ֆուտբոլ քիչ էր նայել։ Եկավ ժամանակ տվեց ներրին իր ձևակերպմամբ։ Ինքը ասում է ներ, ես ասում եմ Բոզի տղա Նիկոլին։ Ամեն մեկս մեր մոտեցումն ունի։ 45 րոպե ֆուտբոլային ժամանակ տվեց, մի 15 րոպե դապալնից ելնի։ Այդ ընթացքում ես հիշում եմ, երբ որ ինքը այդ տրիբունայի վրա էր, Գառնիկ Դանելյանի հետ, եթե չեմ սխալվում։ Իրա կողը նաև եկար կայնար դու Սեյրան Մուշեղիչ։ Դու իշխանը այսօրվա անդիմադիր թևի խաղացողներից շատեր են։ Եկա կայնակ ու Բագրատ Սրբազանը իմ հիշելով։ Հելավ հայտարարեց, ասեց ազգային ժողովի անդիմադիր թևը որոշել է միատեղ գնացին քննարկելու, որ սկսեն իմպիչմենտի գործընթաց։ Բայց իտոգում ոչինչ բան։ Հիմա հարց եմ տալի Հայաստան Դաշինքին։ Կոնկրետ Հայաստան Դաշինքին եմ հարց տալի։ Ձեր գերխնդիրը ո՞րն է։ Սեյրան Մուշեղիչ հերու չէ թա, չալո։ Հեսա քեզ հիմքերը կներկայացնեմ։ Դուք ազգային ժողով եք մտել Նիկոլի ոռը պահելու համար, թե Նիկոլ վռնդելու համար։ Հա։ Ասենք ինչ վատ տարբերակ է իմպիչմենտ սկսել, անվստահություն հայտնել, այդ Բոզի տղուն այդ աթոռից պոկել։ Իմ ֆեյսբուքյան ընկերներից շատերը ամենայն հարգանքով եմ ասում են իմպիչմենտի խաղեր է գնում։ Մեկը Ռոբերտ Քոչյանն լինելու է վարչապետ։ Հարգելի հայեր ջան, դուք ունեք ձեր դիրքորոշումը, որը ես եթե նույնիսկ չընդունեմ էլ կամ ընդունեմ, դա ոչ մի բան չի փոխում։ Դուք ունեք ձեր դիրքորոշումը։ Իմպիչմենտը այս Բոզի տղուն աթոռից պոկելու լավագույն տարբերակն է։ Ես հիմքեր ունեմ չհավատալու ձեր ասած տարբերակին, ոչ թե ձեզ, այլ ձեր առաջարկած տարբերակին, որ դա չի աշխատի, բացատրեմ խի։ Նույն 2021 թվականին Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության առաջի եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ գնում ենք ազգային ժողով այս գժի իշխանությունը վերացնելու։ Վերջերս ինքը տվեց հարցազրույց եւ ասեց չստացվեց։ Հիմա ձեզանից ո՞ր մեկն է կարողանում գառանտիաներ տա, հա, որ 26 թվին դա ստացվելու է։ Ոչ մեկ, չէ։ Բայց ցանկության դեպքում ընդդիմության այսպես կոչված ընդդիմության միատեղ ջանքերի շնորհիվ իմպիչմենտի գործընթացով, որ անվստահություն են հայտնում Բոզի տղա Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը պոկվում է աթոռից։ Հնարավոր տարբերակը, հա։ Բա խեկը տենց դեմ են գնում դրան։ Այդ հարցն եմ ուզում էլի ձեզ տամ։ Սաղիթ, ովքեր ասում են իմպիչմենտը շատ սխալ բան է։ Խեք դեմ են գնան որ։ Լոգիկայի, տրամաբանության մեջ հարց եմ տալի։ Խեք անպայման դեմ գնեմ իմպիչմենտին։ Չեմ հասկանում, իրոք ձեր մոտեցումը չեմ հասկանում։ Եթե մարդիկ կան, ով իմ հետ համակարծիք չեն լինի, իմ ֆեյսբուքյան ընկերների մեջ, մտեք կոմենտարիա գրեք, ես էլ մտնեմ կարդամ։
Միգուցե դուք ավելի ճիշտ եք մտածում, քան թե ես։ Սխալ չեմ ասում, չէ՞։ Ահա։ Ու հետարքին է նա, որ ամբողջ համացանցը եռում է նյութերով, ռեպորտաժներով, որ Սերժը բերեց Նիկոլին, Սարգսյան Սերժը։ Ես մի քանի անգամ ասել եմ, ես կարամ չհամակնեմ ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ մեկին։ Որտեվ իրանցից յուրաքանչյուրն ունեցել է իրանց սխալները, բայց ես շարքային քաղաքացի լինելով հանդերձ չունեմ այդ բարոյական իրավունքը ինչ-որ անուններ կպցնելու, բերեմ հասարակ կյանքի օրինակ։ Երբ որ տեսանյութ ես նայեմ YouTube-ով կամ եսին որ հավաքված են անուշ ապերներ, Ձեդ Խասանի գլխավորությամբ, խոսքի օրինակ, այդպես տեսանյութ կա YouTube-ում։ Այնտեղ Ձեդ Խասանը երջանկայի շատ կենաց հասում, հա։ Հավաքված են լիքը հարգված մարդիկ գողական աշխարհի։ Այդ մարդկանց մեջ նստած է նաև Սերժ Սարգսյանը։ Այդտե մի պահ դուք այդ պահը չեք նկատում։ Այսինքն դուք մտածում եք, որ այդքան անուշ ապերները, հեսա կասան Սերժի Գոֆնյանը, ձեր չափ ուղեղ չունեին, որպեսի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահին հրավիրեն իրանց հետ սեղանի շուրջ մի կտոր աղոհաց կիսելու։ Ամենաճիշտն ու խորիմաստ չէ, խելացի վերլուծաբանը դուք եք։ Սերժին անուն կպցրեք, նրան անուն կպցրեք։ Էլ եմ ասում, ցանկացածն էլ ունեցել է իրար սխալները։ Եթե մեր նախկին բոլոր նախագահները լինեին անսխալական, այս բոզի տղեն այսօր չէր լինի աթոռին։ Այդ դիտած իմիջելոց։ Սերյան Մուշեղիչը մի թվարկում են բոլոր այն հիմքերը, չալո, որը կարան իրավական հիմք հանդիսանան Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ կրկնեմ եւս մի անգամ։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Արցախի Հանրապետությունն ուր է Սերյան Մուշեղիչ, որտեղ դու կորցրել ես քո ոտքը։ Չկա, չէ՞։ Ում շնորհիվ։ Նիկոլ Փաշինյանի։ Հիմա շատերը կասեն, չէ, Նիկոլը ни при чем։ Բա ով при чем։ Ես չէ, գնացի վերածննդի հրապարակում գոռացի Արցախը Հայաստանը եւ վերջ։ Սերյան Մուշեղիչ, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար խախտեց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, գնալով արկածախնդրության կամ ծրագրված Արցախ վաճառելու։ Էդի մի հիմք։ Հոսքալ չեմ ասում։ Նույն ազգային ժողովում հիմք համար 2 նստած էիր դու, Նիկոլ Փաշինյանը, собственной персоной, կապիտուլյան բոզի տղու դեմքով, հելավ ազգային ժողովի ամբիոնից ինք իր բերանով հայտարարեց։ Կարող ցիտում եմ այդ բոզի տղուն։ Կարող ենք կանխել պատերազմը, իհարկե արդյունքում կունենանք այն ամենը, ինչ հիմա մենք ունենք, իհարկե առանց զոհերի։ Փաստացի հելավ ինքը ինքնախոստովանական ելույթ ունեցավ, որ ինքը կարար կանխել պատերազմը ու այդ բոլոր զոհված տղեկի մեղավորը ինքն է։ Էդի հիմքա Սերյան Մուշեղիչ, թե չէ։ Հիմքա։ Հիմք համար 3։ Դա պետք է հիշեմ ասեմ, էլի։ Ջերմուկի դեպքերը հիշում ես Սերյան Մուշեղիչ, որ 200-ից ավել հայ զինծառայող սպանվեց Ջերմուկի եւ Վարդենիսի դիրքերում։ Ըստ երկրի սահմանադրության, ըստ երկրի մայրօրենքի, քո սիրելի վարչապետը պարտավոր էր երկրում մտցնել ռազմական դրություն։ Պարտավոր էր։ Ըստ էլ եմ կրկնեմ, ըստ ոչ թե ըստ իր կամքի, այլ ըստ սահմանադրության։ Մարդկային տեսանկյունից հայտարար սա քո օր։ Չարես չէ, ոչ են, ոչ առաջինը, ոչ վերջինը։ Դա հիմք չի, Սերյան Մուշեղիչ։
ընդդիմության թևով, ամբողջ թևով գոռում եք, որ Նիկոլը Հայաստանը տանում է թրքացման։ Ես էլ եմ դա ասում։ Որպես տարբերակ։ Ջերմուկյան Վարդենիսի հետ ջերմուկի հատվածում, երբ որ ազերիները, թուրքերը մտան Հայաստանի սուվերեն տարածք։ Հայաստանը իբր թե դիմեց Հապկին։ Սխալ չեմ հիշում, չէ՞։ Հապկի գլխավոր քարտուղարն ով էր, Զասներ են, չգիտեմ, Պաչպրոշտյաններ ով էր։ Հելավ ասեց, Հայաստանը մեզ դիմել է 4-րդ կետով, բայց պետք է դիմեր 2-րդ կետով, որը իր մեջ պարունակում է ռազմական օգնություն։ Ռազմական օգնության տրամադրում։ Դուք որպես ընդդիմություն, դուք ասելով նկատի ունեմ կոնկրետ քեզ, Սերյան Մուշեղիչ։ Կարողացել ես հայ հանրությանը հանես ներկայացնես, ասես նայեք, հայ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Նիկոլ Փաշինյանը լինելով Հայաստանի ղեկավար, խաբում է ձեզ բոլորիդ։ Այսինքն ինքը պետք է Հապկին դիմեր 2-րդ կետով խոսքի, այդ կետերը չեմ հիշում, որտեվ չգիտեմ, ինչը չգիտեմ չեմ խաբի, բայց դիմել է 4-րդ կետով, որ ժողովուրդն էլ կարդար, տենար, ասեր տես, մալադեց Սերյան Օհանյանին, չարեցիր, բախի։ Արդյունքում ինչ, 200-ից ավել զո։ Չէ։ 200-ից ավել տանճերակ մարեց էլի։ Այդ վիդեոն իմ հեռախոսի մեջ կա։ Ոնց են թուրքերը քայլում բառից բուն իմաստով մեր տղեկի դիակների վրայով, ասեն շարքով պարկած են։ Որոնց մեջ նաև 18 տարեկան երեխեք։ Այս հիմքերը ասելով, ես նաև հիմնավորում թեզ քրեմ քեզ ասեմ բոզի տղա, որ դու այսօր վիստուպա տնելով ասում ես հիմքեր չկան անվստահություն հայտնելու։ Որ դու հասկանաս, դու ինչ կալիբրի բոզի տղա ես։ Էլի լիքը հիմքեր կա, հա։ 21 թվականին ընդդիմության կողմից ազգային, եթե չեմ սխալվում, կարամ սխալվեմ, ազգային ժողով, էդի հիմք համար 5, ազգային ժողով բերվեց օրինագիծ, որը նախատեսում էր, որ ամեն ամիս ձեր բոլորի միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձներից ընդամենը 10 թե 50 հազարական դրամ, չեմ հիշում թիվը, չեմ էլ խափի, հատկացվելու էր մեր հաշմանդամ տղեկի պրոթեզավորմանը։ ՔՊ-ն միաձայն քվեարկեց դեմ այդ օրինագծին։ Այդ դեպքից հետո դու որպես նախկին պաշտպանության նախարար հասկանում ես խոսքը ինչի մասին էր։ Հաշմանդամ Նիկոլի կոչով Արցախ մեկնած ձեռ, ոտ, աշկ, ունք, գլուխ, գլխի կես կորցրած տղեկի պրոթեզավորման փողին, որ միլիոններ են ստանում, մեկը չգիտեմ ով, Ալփի Դավոյանը, Լալո Շագարկեն, մեկը Լուլլուն, մեկը Հրաչ, չգիտեմ ով, Հրաչ Փաշինյանը, էլ Էնի Հակոբյան չի կարալնի, որ կյանքի մեջ մի հատ օրինագիծ չեն մտցրի ազգային ժողով, իրանց աշխատավարձից հրաժարվեցին տրամադրել գումար, որ մեր տղեկը պրոթեզավորվեն, դա հիմք չի Սերյան Մուշեղիչ, այդ դեպքից հետո անցել է ընդամենը մի 3-4 տարի, դու միջև այսօր նստած ազգային ժողովի ամբիոնում, իբր թե պայքարում ես Նիկոլի դեմ, բայց դու չես պայքարում, այսինքն դու չէ դուք ընդ մի քանի հոգով եք, դուք պահում եք Նիկոլի ոռը, Նիկոլ Փաշինյան, մի մոմենտ սուտ ասի, ես որ ասես որ քեզ չեմ անդրադառնա, կանդրադառնամ, բայց քուֆր չեմ ენი, քեզ չեմ վիրավորի, հլա արի, Նիկոլ Փաշինյան, Սերյան ես ինքս հակասում եմ ինձ այսքան ասելով, ես ինքս հակասում եմ ինձ, քանի որ, չգիտեմ, հայրենիքի, իրա երկրի հիմար կյանք առողջություն տված մարդը, իմ կարծիքով պետք է լավ ապրի, որտեղ ինքը իր հայրենիքին տվել է ամենաթանկը, իր առողջությունը։ Ես մինչև այս պահը
մի անգամ մի բերան չէի խոսացեք քո տան մասին։ Են տղյակները, որ քու կնիկն ու դու հելում ասում եք, էդի մեր ֆրանսիական բարեկամ Ժակ Ֆոֆոյի տունն է։ Նիկոլ Փաշինյան, քնձախ կապիտուլյանտ, որ դու 18 թվին եկար իշխանության, որ հիշում ես, այն բոզի տղու կերպարը, կոպեկ առ կոպեկ հետ եմ բերելու, չես պլստալու Սերժիկ, չես պլստալու Ռոբիկ, քո բառամթերքն է։ Հիմի կարաս մի հատ ինձ հարց պատասխանես, 18 թվից քանի տարի անց է։ Սերյան Մուշեղիչի տունը, այդ տղյակը օրինական ճանապարհով է կառուցված։ Հե՞։ Սերյան Մուշեղիչը լինելով պաշտպանության նախարար, այդքան աշխատավարձ է ստացել, որ այդ տունը սարքել է։ Ճիշտ խոսալը խո գյոթություն չի։ Չէ։ Նույն Անդոն Քոչարյանն բեղավոր բեղիկներով կլուբնիկի համով ու հոտով են գանդոնը։ Ասեց քո տան ամեն քարի տակ մի հատ զինվորի, ոնց էր ասեմ, մի հատ զինվորի պայոկ կա, տոլի մի հատ զինվորի կյանքը դրված։ Հիմի հարց եմ տալի քեզ Նիկոլ Փաշինյան, 18 թվից եսկոմ անցել է 6-7 տարի։ Դու ոչ մի հիմք չես կարացել գտնես, որ Սերյան Մուշեղիչի ձեռից այդ տունը պետականացնես, իբր թե։ Այդքանով հանդերձ հարց եմ տալի ձեր բոլորիդ։ Ձեր այդ բոզի տղությունը դուք եք դիթարգեք։ Հե՞։ Մեկդ մեկին գիտեք խեմ ասեմ բոզի տղություն։ Այս եթերի սկզբում որ խոսացի բարոյապես բոզի տղալելու մասին։ Որ դուք այնքան բարոյապես բոզի բալա եք, պոռնիկի սերունդ եք, որ մեկդ մեկին էլ բոզի տղա, էլ կնիկ երեխա եք քրֆում, մեր եք քրֆում, ազգային ժողովում, հանրությանը ներկայանալով դիմադիր եւ ընդդիմադիր, բայց իտոգում միտեղ քաքը միտեղ ուտում եք, այդ ամենացավոտ բանը իմ համար, որ ես մինչև հիմի խոսքի հավատացել եմ, որ ազգային ժողովում կա անդիմություն, չէ, իմ համար արդեն այս պայից սկսած դուք զերո եք, Հայաստան դաշինքում կա մի հատ Աննա Գրիգորյան, սաղից հետ տաղայա, այդ աղջիկը, այդ կնոջ խոսալը, չափված, ձևված, ամեն բառը սենց գծագրված, քեֆս բերում է, պատիվ ունեմից էլ Աննա Մկրտչյանն է լավ խոսում, ինչ պետք է ասում է, լավ էլ ինչ հիմքեր ասեմ, որ քոնման բոզի տղեն հասկնա, որ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ պետք է արդեն դուք շատ վաղուց հայտնեիք, էլ ինչ հիմքեր ասեմ, էլի որ ասենք ամեն ասոր բռնաբար, հա, սեփական երկրից 1 մետր տարածք պետքա, եթե այդ երկրի ղեկավարը որոշում է զիջի նվիրաբերի հարևան երկրին, դա պիտի լինի ազգային ժողովի քվեարկմամբ, դա էլ է այդ է գրած սահմանադրության մեջ, Սերյան Մուշեղիչ։ Հիմի հարց քո նման անգրագետ բոզի տղուն, Կիրանցի ոսկեպալի դելիմիտացիան դեմարկացիան, կամ Սյունիքի հետ Գորիս-Կապան ավտոճանապարհը, որ մի անձնյա ընդեն Շռան Վաղոյի օգնությամբ արեց, հա? Ստե ուժի զորով արեց, որտեղ Բագրատ Սրբազանը գառին գրգած գալու էր Երևան։ Այդտենց էր գծած պլանը։ Էդի հիմք չի Նիկոլ Փաշինյանին որպես պետական դավաճան պիտակավորելու ու իմպիչմենտ հայտնելու, անվստահություն։ Էդի 6։ Պետության ղեկավարը հանդիսանում է այդ պետության յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության երաշխավորը, քանի որ ինքը հանդիսանում է հենց ինքը պետություն, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի դեպքում։ Նիկոլ Փաշինյանը շարքային բոզի տղա է։ Նիկոլ Փաշինյանը Սերյան Մուշեղիչ, ասել 7, իրա կնոջ հետ շրջագայում է երկրով մեկ եւ ասում է կրթվել է նորաձև է։ Առաջի հայացքից ոչ մի վատ բան։ Կես ժամ առաջ եմ տեսել Հայաստանում գյուղերում համարյա բոլոր դպրոցները փակվում են։ 232 դպրոց, թվականակով եմ ասում, պիտի փակվի, որպեսզի օպտիմալացնեն դպրոցային համակարգը։ Դա ինչ է նշանակում, Սերյան Մուշեղիչ։
Հա, անգրագետ բոզի տղա, որ ոռը դրել ես ազգային ժողովում, ունդից էլ հելեմ ասում ես, հիմքեր չկան։ Նշանակում է, գյուղից եթե մի մարդ պետք իր երեխուն, աղջիկ կամ տղա կապ չունի, ուղարկի դպրոց, տրանսպորտի փող չունի, որ նստի ավտոբուս գնա քաղաք դպրոց։ Երեխան մնաց կիսա ուսում չստացած կամ, չգիտեմ, անգրագետ։ Դա հիմք չի։ Արա, մի բոզի տղա, այ անգրագետ բոզի տղեկի կուտոկ։ Մի բոզի տղա երկրի մատաղ սերնդին տարավ լցեց հողի տակ։ Հիմիկվա մեծացող սերնդին դասիրակում է անգրագետ։ Հիմիկվա մեր պատմության դասագրքերում խեղաթուրվում է պատմությունը։ Ու ձեր նման, ձեր կալիբրի բոզի տղեկը հելլեմ ասում են, հիմքեր չկան Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու։ Բա ինչ կա եթե հիմքեր չկա, Սերյան Մուշեղիչ։ Հա, չոլախ բոզի տղա։ Արա, դուք սաղդ, դուք ասելով նկատի ունեմ քո կալիբրի այդ բոզի բալեկին, դուք Նիկոլից բետար Նիկոլ եք։ Ով կասկածում է մտեք YouTube։ Մտեք խփեք 2018 թիվ, իշխանափոխություն։ Գրեք այն պայիսկավիկում։ Քայլելը, քայլ արա մերժի Սերժին։ Չալոն կաղա, առաջի շարքով ով էր եթեմ, Սերյան Մուշեղիչը։ Խեր մերժում Սերժին։ Հա ես էլ չեմ սիրեմ, ախպեր Սերժին։ Չեմ սիրեմ, սիմպաթիա չի բռնե։ Բայց խեր մերժում Սերժին։ Սերժին մերժում էր, որ մի հատ գաղութի բոզ գար իշխանության։ Դու քո հայրենիքը կորցնեիր, քո հայրենակիցներից 120,000 հոգին դառային գաղթական։ Հա? Տուն, տեղ, երեխու գերեզման, ապու-պապու գերեզման թողեին, գաղթականի պես գային Հայաստան։ Հա? Իրանց պապական հողը թողած, բնակավայրը հայրենիքը, ու դու հանդիսանում ես Արցախցի, Սերյան Մուշեղիչ։ Մեկ դու ես Արցախցի, մեկ Պոռնիկի տղա, այն գենշտաբի պետնով են, Ասերյան Էդուարդ, թե ինչ են, որ նայում ես ոնց որ, ինչի նման էլի այդ ղախպի տղեն, ոնց որ քոնթի ագարկի նման էլի, են տրուսիկի ռեզին։ Այդ ձեր նման բոզի տղեկի պատճառով մի շարք այլ կալիբրի բոզի տղեկ առիթավորվում են եւ սկսում են ասել արցախցիք ինչ են, որ մենք իրանց էլ սիրենք։ Հասկանում եք, որ դուք եք քաքում այդ մեծ բորշի ղազանի մեջ։ Թե չեք հասկանում։ Արա, неужели ես չեմ զարմանում եմ էլի քո ունեցվածքը, չգիտեմ, քո այդ էլաշ չելած ավելի թանկ է, քան քո հայրենիքը։ Հա? Որ Նիկոլը քեզ շանտաժ անելով, որ քրեական գործ չհարուցի քո վրան։ Սենց 6 նոցի տեղ պահում ազգային ժողովում։ Դուք նամուս, թասիբ, ինքնասիրություն կա ձեր մեջ, թե չէ։ Լավ, եթե դուք այդ ուղղությունն ունեք, հա, իմպիչմենտ չենք հայտնելու, հա, տարբերակ եմ ասում, չենք գնում անվստահություն հայտնելու գործընթացով։ Մենք սպասում ենք 26 թվականի ընտրությանը։ Հələ կանեք մեկում էլ ջուր խմեմ, ոչ սառեմ տեղում մնամ, Նիկոլ Փաշինյանն ուր խնա։ Նավարկյամ, էսի ջուր էլ չի, ինչ է, ֆլեշ։ Լավ, որպես տարբերակ ես ընդունում եմ խոսքի։ Հաշվենք ընդունում եմ։ Որ դուք ասում եք իմպիչմենտը վատ բան է։ Մենք սպասում ենք 26 թվականի ընտրություններին, որ կրենք Նիկոլ Փաշինյանը, հա։ Բա այդքանով հանդերձ ձեր բոլորի ելույթները ազգային ժողովում քանի գրոշի արժեք ունի այդ կտրվածքով։ Հա։ Հելը մեկ խոսում եք, այն Արծիկ Մինասյանը ոնց որ չգիտեմ, դարել է Արշակ Սադոյանը։
Առաջի շարքում նստած ագնոստները դրա սենց հետա։ Այն խոդի տված պիտուխների պես։ Եթե դուք համակերպվել եք, որ դուք լրվցնելու եք հով ազգային ժողովում, որ մինչև 2026 թվի ընտրությունները։ Բայց ձեր քննադատական ելույթները քանի գրոշի արժեք ունեն։ Խեք քննադատեմ Նիկոլին, որ հով լրվեք ձեր համար։ Սխալ եմ, սխալ հարց եմ տալի։ Չէ։ Խեք հելնեմ ցույց տալի, որ յանիմ դուք ինչ-որ ձեզնից բան եք ներկայացնում։ Ես չեմ հասկանում։ Ոչ մեկի ելույթի իմաստը չեմ հասկանում։ Հելնեմ եք ձևականորեն ելույթ եք ունենում իբր թե հայրենասիրական մաղումներով։ Մի հատ ծեծ ու ջարդ եք ուտում, թուքմուր եք ուտում, խլեշիկֆուր եք ուտում, այդում հանգիստ նստում եք ձեր տեղը։ Անցնում է 2 օր, լեմ ասում եք պարոն վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյան։ Դրանից հետո Նիկոլին ասում եք դու դավաճան ես։ Արա, այդ բոզի տղեն ինչ ասում է, անում է։ Ձեր կալիբրի չի ինքը։ Պարզ հասարակ բոզի տղա է, թուրք։ Ասում է ու անում է։ Դելիմիտացնելու եմ, դելիմիտացնում է։ Դեմարկացնելու եմ նվերատալի Ադրբեջանին։ Ինչ ասում է, անում է։ Բա դուք ինչ եք անում։ Հե՞։ Ես ուղղակի զարմանում եմ, մարդ ինչ կալիբրի պետք է ինքը իրան ցածր համարի, որ դառնա Նիկոլի 6-նոցը։ Նիկոլի 6-նոց էլի, ես այդքան իշնի էլի։ Դեղին մամուլի լրագրողի 6-նոց։ Սերժ եք քլնգում, ես եք քլնգում, են եք քլնգում։ Հա, բան չունեմ ասելու, միգուցե Սերժ Սարգսյանը ունեցել է նաև իր սխալները։ Բա դուք ձեզ ինձ խոսացեք։ Դեպքն եմ հիշում ազգային ժողովի, ով էր այն։ Ով էր վիստուպատելն եմ, լեկանեք ես էլ ասեմ ռադելն եմ էթա։ Հոգնած սատկում եմ։ Շիշ բռնողը հելավ, վայ թե շիշ բռնողներից չեմ սխալվում։ Ասեց պաշտոնապես, ցիտում եմ դրան, պաշտոնապես հայտարարում եմ։ Վայ թե շիշ բռնողն էր տորի։ Որ մի պաշտպանության նախարարի ժամանակ բանակից զինծառայությունից փողով մարդիկ ազատվել են, այդ պաշտպանության նախարարը պետական դավաճան է։ Սերան Մուշեղիչ, ինչի վազմուշացել էր որ։ Շիշը վերցրեց շպրտի դնա վրա, էլ կշպրտես քո վրա։ Սխալ բան ասեց։ Հա՞։ Վիրավորեց քեզ։ Բա որ քեզ վիրավորեց, դու մինչև մի վինա որքի դասը նստած։ Հե, այ անինքնասեր բոզի տղա։ Ալեն, սենց մի հատ քեզ գործնական առաջարկ։ Մեկ քեզ էլ եմ անդրադառնում էլի։ Ես խոսք եմ տալի քեզ քո մասին մոռնամ։ Բայց Սերյան Մուշեղիչի վրա մի հատ այդ ազգային ժողովի ամբյոնից մի հատ թքեմ ես։ Ոնց ես թքեմ Հայաստանի քաղաքացու վրա։ Հաշվի շարքային քաղաքացի է Սերյան Մուշեղիչի։ Մի հատ թքի Սերյան Մուշեղիչի դեմքին։ Որպես անինքնասեր բոզի տղու։ Կանես այդքան ալեն։ Հե՞։ Այ վիբրատորյան։ Չեսանի։ Որ ասում եմ, միտեղ քաքը, միտեղ ուտում եք։ Բիզնես պրոյեկտ, ոտկոտներ։ Միամիտը ու ինչ-որ միտեղ մի իմաստով էլ էշը ես եմ։ Որ ես ամեն ինչի մասին խոսում եմ, ներվ եմ փչացնեմ։ Ես զարմանում եմ էլի։ Ես ինչ որ գյուղ էր գնացել։ Էտա գերագույն գիժը։ Մի հատ կին մոտենում ասում է. Վարչապետ ջան, կթողես քո ձեռքը սեղմեմ, քո սուրբ ձեռքը։ Բայց այդ կինը չի հասկանում, որ իր ասած այդ սուրբ ձեռքով Պրահայում Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, որպես տարածքային ամբողջականության մաս։ Եթե պետք է հանձնեիր ճանաչեիր, պոռնիկի ծնունդ, կամ եթե պետք է հանձներ ու ճանաչեր, հարգելի կլիմաքսից քայքայված ես ինչ որ մարզի բնակիչ։ Մոքիր։ Այդքան տղուն խի կյանքից զրկեցիք։ Հա՞։
մի խումբ բոզի կուտոկով։ Մեղ չէին այդ տղեկը չէին ուզում ապրեին արա։ Հա՞։ Ու ամենակարևոր հիմքը չալո են կաղացող չալո։ Եթե քո նման ղախպի բալեքը, քո կալիբրի նման ղախպի բալեքը չլնեին ազգային ժողովում, էսի ամենակարևորն է կոնկրետ իմ համար։ Ազգային ժողովում նստած լնեին իրանց երկիրը սիրող, իրանց հայրենիքը սիրող, իրանց, չգիտեմ, երիտասարդների կյանքի գինը իմացող ու արժևորող նամուսով հայ մարդիկ, Արցախցին երբեք չէր բռնի գաղթակարի ճամփեն։ Արցախցին ստիպված չէր լինելու իր ունեցվածքը թողել Արցախում, լքելու իր հայրենիքը։ Արցախցին ստիպված չէր լինելու գար բենզին ստանալ 5 լիտր, որ գար հասներ Երևան, որից մեկն էլ իմ աղբերն էր, որը պայթյունի հետևանքով զոհվավ, մահացավ։ Այդ ձեր նման պոռնիկի ծնունների պատճառով այդքան մարդ մահացավ։ Ու եթե այսքանից հետո եթե որևիցե մեկը կասի, արա դու ով ես, որ սերիալ մուշեղիչին ասում ես բոզի տղա, ուրեմն 1000 ներողություն քու լավն էլ դենը քունեմ։ Դուք շարունակեք Նիկոլի հետանցքը լիզելով, ձեր լեզուն մազոլ անելով, բոզի տղեկի կուտոք։ Շարունակեք ձեր օրակարգը, որով դուք առաջնորդվել եք մինչ օրս։ Ընդդիմություն իշխանություն խաղալով։ Ընդամենը, եթե չեմ սխալվում, 2 սնարյադ գրադի։ Որն հարց ու պատասխանի ժամանակ ընկնում է մեր ազգային ժողովի գլխին, եթե ընդ ներկա են 107 հոգի կամ 100 հոգի, հաշվեք մեր երկիրը միանգամից մաքրվում է մի 107 բոզի տղուց, խոսքի օրինակ։ Ճիշտ է, ընդ մարդիկ կան, որ իրոք հայրենասեր են ու կապ չունի, որ թիմում են։ Վերջի հիմա էլ մի հատ sense բան ասեմ կոնկրետ իմ կողմից, կոնկրետ իմ տեսանկյունից։ Եթե բանը գահասնի նրան, ով ոսկուզի թու հասկնա իմ ասածը։ Իմ համար ոչ տակա, ոչ էլ սառը։ Բանը եկավ հասավ նրան, որ մենք որպես պետություն եկանք հասանք 26 թվի ընտրություններին, սերիալ մուշեղիչ ու քո նման լիքը բոզի տղեկ, ովքեր այսօր կան։ Անձամբ ես շակերտներով աշխատելու եմ այն ֆոնի վրա, որ ձեր նման բոզի տղեկին ձեն տվող չլինի։ Հասկացար։ Ձեր նման կապիկ բոզի տղեկը էլ չխափեն հային որպես ազգ, որպես չգիտեմ, ընտրող, որպես ընտրազանգված։ Որտեվ ձեր նման բոզի տղեկի օգտակար գործողության գործակիցը, ասես մի հատ մեծ զրոյա։ Աչկո, բլյադ։ Կնգակնիկ բոզի ծնուն սերիալ մուշեղիչ։ Թե գնա քնի, չոլախ ագարկի տղա, բարիք շեր։